Ինձ ահավոր հետաքրքիր է այստեղ, դրայվ ունեմ քաղաքի կառավարման համար։ Ու այդ պահից Կարեն Կարապետյան ասում են, հասկանում են դրայվ։ Հայրուց Գազարդը մոտ 10 տարի դրայվով ղեկավարելուց հետո Կարեն Կարապետյանի գազային կենսագրության մեջ 1 տարով դադար արձանագրվեց։ Նույն դրայվով դարձավ Երևանի 53-րդ քաղաքապետն ու միանգամից ոտքը դրեց գազին։ Պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը։ Ամենաանսպասելի տեղերում անակնկալ հայտնվող քաղաքապետն անձամբ էր նստում մեքենայի ղեկին, շրջում քաղաքով մեկ արձանագրում հակահիգիենիկ է ու վերացնում փողոցային առևտուրը, ապա մոնտաժում կրպակները։ Уличная торговля это просто некрасиво, это антигигиенично, это антисанитарно։ Այն ժամանակ բողոքեցին, դժգոհեցին, հետո Կարեն Կարապետյանին ռեֆորմիստ անվանեցին։ Պայմանավորվում ենք մի ամիս հետո գալիս ենք նայում, բայց սրտացավ ենք անում, էլի, ոչ թե գլխառատ անենք մի բան արածնենք բրցնենք, պայմանավորվեցին։ Քարերը չեն խոսում, բայց ուզում քարերի անունից է շնորհակալ լինել, որտեղ 70 տարի այս քարերը չեն լվացվել։ Քաղաքապետի աթոռին նստելու հենց առաջին պահից Կարեն Կարապետյանը պնդում էր. կառավարման ֆեոդալական մոտեցումներից հրաժարվել է պետք։ Նոր մտածողությամբ պաշտոնյայի գլխավոր նպատակն էր, որ երևանցին իր քաղաքում իրեն զգա ինչպես տանը, սեփականատեր։ Դրա համար ծրագրում էր քաղաքապետարանում օմբուդսմենի ինստիտուտներ դնել երևանցիների համար։ Երևանցիների մեջ զարթնացնել սեփականատիրոջ զգացմունքը, որ ինքը իր քաղաքին վերաբերվի ինչպես իր սեփականությանը, իր տանը։ Եվ դա բացի նայից, որ ինքը պետք է պահանջատեր լինի, եւ դա իր իրավունքն է, թմից կառավարման պահանջի, որպեսզի էֆեկտիվ աշխատի, ինքը նաեւ պարտավորություններ ունի, պարտականություններ ունի։ Երբ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման 100 օրներ ամփոփում, սուր հարցեր գրեթե չկային։ Միակ քննադատությունն այն էր, թե ինչու է իր բարեկամներին աշխատանքի տեղավորում։ Նույնիսկ բարեկամներին, հարազատներին բերելուց ձեզ ասեմ, սենց ժողովրդական խոսքով ասեմ, իրանց պռոշը չի էլ ճաքում գաստե։ Մոտ 1 տարի պաշտոնավարելու ընթացքում Կարեն Կարապետյանը հաճախ էր շեշտում. ինքը քաղաքական գործիչ չէ, քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն երբեք չի ունեցել։ Նույնը կրկնեց հրաժարական տալու օրը, պաշտոնից հեռանալու պատճառ նշելով այլ աշխատանքի տեղափոխվել եմ։ Այն վստահությունը, որ ցուցադրվում էր եւ հանրապետության նախագահի կողմից եւ կուսակցության կողմից, եղել է ուղղակի անսահման։ Այս պաշտոնից դուրս գալը դեռ չի նշանակում թմից դուրս գալը։ Այսինքն ամեն ինչ դեռ առջևում։ Միանշանակ, իհարկե։ 5.5 տարի անց հաստատվեց, իրոք ամեն ինչ առջևում է։ Կարեն Կարապետյանը թողեց Ռուսաստանի Գազպրոմ բանկի առաջին փոխնախագահի, Գազպրոմ մեժրեգիոն գազի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնները եւ վերադարձավ Հայաստան 3-րդ դեմքի կարգավիճակով։ Թեև այդ ընթացքում էլ հայրենիքի ու իր թիմի հետ կապը մշտական էր։ Սա չի նշանակում, որ ես Հայաստանի հետ որևէ կապ չեմ ունենալու կամ այսօրվա իրականության հետ որևէ կապ չեմ ունենալու, որ այսօրվա թմի, որի անդամն եմ, ես կապ չեմ ունենալու։ Հայաստանի 14-րդ վարչապետին միշտ կարելի է տեսնել թենիսի կորտերում, սպորտի սիրահար է, ռոք համերգներում։ Նրա աշխատասեղանից անպակաս է փղերի հավաքածուն։ Ամենասիրած ճաշատեսակն էլ հնդկաձավարն է, մածունով։ Շակե Ղազարյան, ժամը լրատվական։